Եթե անցյալ տարվա ապրիլ 24-յան ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց էր բարձրացնում, թե ինչ պետք է անել կամ չանել մեջբերեմ մեծ եղեռնի հոգեցնցումը հաղթահարելու համար, ապա այսօր Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում արդեն կարծես պատասխան է ձևակերպում իր այդ հարցին, նշելով, որ ցեղասպանությունը վերապրելու միջոցը Հայաստանի Հանրապետությունն է։ Զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է մեծ եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։ Մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատ չան։ Ընդ որում Փաշինյանն իր այս տարվա ուղերձում երկու անգամ շեշտում է, որ այդ ճանապարհով գնալը համարում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը, քանի որ նրանք իրենց քվեով են ձևավորել ներկայիս կառավարությունը։ Ավելին, այդ ճանապարհով գնալը Փաշինյանը համարում է առաքելություն եւ հնարավորություն, որը չպետք է բաց թողնել, եւ վստահեցնում է, որ ժողովուրդը եւ նրա ընտրած կառավարող թիմը, այսինքն իրենք, բաց չեն թողնի այդ հնարավորությունը։ Մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետև այսպես ենք վերծանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը։ Այսպես ենք վերծանում ձեզնից յուրաքանչյուրի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձևավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է, ուղերձի ամենաէական կետը Փաշինյանի հենց այս շեշտադրումն է, որով վարչապետը Հայաստանի կառավարության ընտրած այս ճանապարհը նաև ժողովրդի ընտրությունն է համարում։ Նիկոլ Փաշինյանը արտահայտելով իր արդեն բավական հայտնի դիրքորոշումները, նաև հղում է անում հանրային քվեի, մեծամասնության քվեի, ներկայացնում, որ իր այդ մոտեցումները վայելում են հանրային մեծամասնության քվեն եւ նաեւ ակնկալիք արտահայտում, որ կշարունակվի այդ, այսպես ասենք, քվեի կամ այդ մանդատի հետագա պատվիրակումը։ Այստեղ ես տեսնում եմ բավական նկատելի նախընտրական տողատակ, ենթադրում եմ, որ հայ-թուրքական թեմատիկան եւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր Նիկոլ Փաշինյանը կփորձի դարձնել իր նախընտրական քաղաքականության եւ նախընտրական արշավի կապիտալիզացիայի ենթակա հարցեր։ Բադալյանը սակայն նկատում է, ուղերձի այդ հատվածը իրականության հետ խնդիր ունի։ Ժողովուրդը Փաշինյանի կառավարությանը 2021 թվականին բոլորովին այլ ծրագրի հիման վրա է ընտրել։ Արձանագրենք, որ այստեղ կա փոքր-ինչ նենգափոխում կամ նվազագույն անճշտություն, որովհետեւ այն մանդատը, որ այսօր ունի Նիկոլ Փաշինյանը, այն քվեն, որ նա ստացել է 2021-ին, տրվել է բոլորովին այլ դիրքորոշումների պայմաններում, քան այն, ինչ արտահայտում է Փաշինյանը այսօր, թե Արցախի հարցի վերաբերյալ, թե նաև հայ-թուրքական հարաբերության եւ ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Հետեւաբար փաստական հիմք ասելու, որ հասարակությունը քվե է տվել նրա այսօրվա դիրքորոշումների համար, այն դիրքորոշումների եւ մոտեցումների համար, որ նա արտահայտում է ուղերձի առաջին մասում, ես կարծում եմ մեղմ ասած այդքան էլ ճշգրիտ չէ։ 2021 թվականին խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ ապրիլ 24-յան ուղերձում ի դեպ Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ շեշտադրումներ էր անում։ Մատնանշում էր ցեղասպանության մեղավորներին ու պատասխանատուներին, որը մեջբերեմ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն էր, թուրքիզմի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ եւ ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը։ Փաշինյանը նաեւ իր ուղերձում հայտարարում էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ 2021 թվականին նեոպանթուրքիստական սպառնալիք անվանելով տեղի ունեցողը Փաշինյանը նշում էր, որ այդ սպառնալիքի պատասխանը պետք է լինի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը եւ ամուր հզոր դաշնակիցներ ունեցող ժողովրդավար Հայաստանը։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը վարչապետի ուղերձում կհիշատակվեն նաև 2022 թվականին վերջին անգամ։
Դրանից հետո 2023 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի ուղերձում սկսում են հնչել հարցեր, ինչու մեծ եղեռնը տեղի ունեցավ եւ ինչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար, եւ 2024 թվականից վարչապետը հանգում է կորուսյալ հայրենիքի փնտրտուքի դադարեցման գաղափարին։ Իդեպ նախագահի էջում մինչ այս պահը որևէ ուղերձ ապրիլի 24-ի կապակցությամբ տեղադրված չէ։ Նշվում է միայն, որ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ըստ նախագահականի կայքեջի Վահագն Խաչատուրյանը միայն մեկ անգամ է ուղերձ եղել ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ընտրվելու տարում 2022 թվականին։